Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Ընտրությունների ժամանակակալի բնական չի, պետք է տենց լինի։ Հիմքեր են ստեղծելու բնական է, պետք է սիրաշահեն ընտրողին, որ ձայնը իրանց կողմը գնա։ Որ իրան ոնց են ասում, լավն այն, բայց թող իրան էլ այդ 10,000 դրամը ես չեմ ուզում։ Ինձ 50,000 դրամը հերիք է։ Անպայման, բայց չի համար, որտեղ ինձ գիտեր ինձ չէր ասնելու։ Դամար բասասել թոշակառուների իր կողմն են, բայց դա սուտ է, բոլորն իր կողմ չեն լինելու, իսկ կարան դա մարդոկուս։ Ինչ եք այդպես մտածում։ Այդպես ինչ եմ մտածում, մասով մի 2 տարի առաջ բանան էր, ես երկրորդ կարգ հաշվանդամ եմ։ Բոլոր կումար հիմա գնացի հիվանդանոց, որ պետք է կնինք տնեն 10,000 դրամ փող եմ ուզեմ, ես բան եմ, երկրորդ կարգ հաշվանդամ եմ։ Բայց ասում են ընդհանրապես 65+-ների համար ամեն ինչը Ես 65 չկամ, 62 եմ, բայց ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ։ թեկուզ հաշվանդամներ համար առավել։ Գնաց այնտեղ գրեցին, տոնոյանը գրեց, ասում պետք է 10,000 մուզես, որ կնինքը տնեն։ Ընտրություններից առաջ ուզում եմ մի քիչ իրան թափել։ Գիտի որ թոշակառուները դրանով էլ կուրախանան։ Խաթրները սառնում այլ ազգան։ Բաց չի ունչում, քիչ շուտ։ Կարար հմիլներ, կարար հետո լիներ, կարանք ընդունենք, որ դա ընտրություններից առաջ է, ինչ ասես հնարավոր է։ Այսինքն սա նախընտրական քայլ է։ Հնարավոր է, բոլորն են արել, նենց չի որ մենակ ինքն է։ Ոչ ցանկալի չի գրավորի մարդու նկատմամբ։ Շատեր օրինակ զույգ են միջամտում, որ դա կա շարքա, ոչ թոշակ։ Դա տամա որպես ինքն ընտրվի։ Ես վիրավորում չեմ մարդին, տվալա ապրել, ղեկավարը թոշակավորությունն է, տարես մարդիկ լիան կարող, թո կյանքը մի քիչ բարելավ, իմ կարծիքս։ 10,000 դրամ գնաճի հետ համեմատած շատ քիչ է։ Իսկ դա կապ ունի նախորդ ընտրությունների հետ։ Հապա ոչ։ Դա համար բացացրեց։ Այո։ Իրան չէ կարծել այդ մասը։ Դե սկզբից ասում են 10,000 դրամը ինչ են անելու։ Որտեղ են ծախսելու։ Այդ քերճուկները ծախսելու տեղում են, դեպքն երևի հասկացա, որ ծախսելու տեղում են։ Դե բարձրանում է, որովհետև նախընտրական շրջանը այդտեղից ենք օգտվում։ Ուրախանում ենք, որ բարձրանում է, բարձր թոշակները շատ քիչ են, մեզ չեն բավարարում, բայց էլի բան է, էլի կորոշենք, թե ինչի վրա ծախսենք իր ասելով։ Կամ ինքը կհուշի, որպեսզի ժողովրդին գրավի։ Վլաստը Նիկոլինն է, Նիկոլը ոնց ուզում են հենց էլ անում։ Երբ ընտրությունների հետ կապված, որովհետև ցանկանում են նորից ինքը ընտրվի, որ հեչ արժանի չի ինքը Հայաստանը լրիվ կործանեց։ Իսկ ով է արժանի։ Սամվել Կարապետյանը, ճանաչելով իհարկե իմանալով էլի։ Ես իմ բարձրանապետել է ինչ-որ մի սուտ հայտարարություն է։ Ինչա, քարտ են սարքել, մենք կնիկ են գալիս են կանգնեմ, ոչ կարում ենք ենք բանենք, քեզ խնդրի, նրան խնդրի, որ թոշակը տանեն։ Գել մեզ 3 խանութից բան եմ առնում, ասում բան չի անում, թույլ չի տալի փող անեմ։ Խի, ինչի հիմար։ Թող մնա, ես իմ ջեբին տրեմ, իմ ջեբից անեմ, առեմ դուրնանեմ։ Դու չեք հավատում, որ թոշակը 10,000 դրամով բարձրանալու։ Չէ, դա ստի միֆ է, միֆ։ Դե պարզա որ հիմա գարունա ծախսերը շատ են, հետո դեմ ընտրությունա։ Ինչ որ մի ձևով պետք է ժողովրդին փաղաքշեն, ոնց են ասում, սիրտները մտնեն, մի ցավին մխիթարեն, բան։ Դրա համար բոլորին է դա պարզ է։ Հիմա Հայաստանը առաջվա Հայաստանը չի, այսօր ինտերնետը, համաշխարհային լուրերը, բան, ոնց որ մարդկանց կարողանում են բացատրեն, թե իրականում ինչ է կատարվում։